Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայն ամեն ամիս ներկայացվող նվերների ռեգիստրի կարող է ճանաչվել ամենաշատ նվերներ ստացող պաշտոնյան։ Արմլուրը տեղեկացավ, որ համաձայն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձևաթղթի Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահի պատվիրակությունը մայիսի 18-ից 21-ը գտնվելով Հայաստանում Սիմոնյանին թանկարժեք նվերներ են տվել։ Նվերն արժեցել է 100,280 դրամ։ Հիշեցնենք, որ մայիսի 12-ից 16-ը պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը ղազախները եւս առանց նվեր չէին թողել։ Բացի ընդունելուց, հյուրասիրելուց նաև թանկարժեք նվերներով էին ճանապարհել արժանախագահին։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձևաթղթի համաձայն ազգային ժողովի նախագահը ստացել է 113,400 դրամ արժողությամբ թեյաման, կաթիկ ուժ, շաքարաման եւ 6 բաժակ ափսեներով։ Երկրորդ նվերը եղել է Ղազախստանի ազգային հագուստը, գլխարկ եւ պատմուճան, որն արժեցել է 187,128 դրամ։